Ծափահարություններով ու հանդիսավոր արարողությամբ Հնդկաստանի պաշտպանության նախարարը Հայաստան է ճանապարհում պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։ Թե քանի զենք է եկել, ինչ զենքեր են եւ որտեղ է կիրառվելու, հայկական կողմից պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա։ Պաշտպանության նախարարությունից ասացին հարցերը գրավոր ուղարկեք, կպատասխանենք պաշտոնական նամակով։ Մեկ տարի առաջ էլ նույն լուրերը շրջանառվում էին։ Հնդկական կողմը պինակա հրթիռներ է ուղարկել։ Պաշտպանության նախարարությունն այդ ժամանակ Facebook-յան էջում գրեց. Միջազգային լրատվամիջոցներում սպառազինության ձեռքբերման մասին շատ հրապարակումներ են լինում, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Իմ կարծիքով սա որպես պաշտպանական կարողությունները մեծացնելու, այլ ոչ թե ինչպես ընդունված է ասել, սա մեր մենք պաշտպանվում ենք, այլ սենց հարձակվելու որոշակի միտումներ չունենք, ինչը տարիների ընթացքում մենք նման միտումներ չենք էլ ունեցել, մենք վերջին 30 տարիների ընթացքում մենք միշտ պաշտպանվողի դերում ենք եղել։ Փորձագետը նշում է, միայն ձեռք բերելը բավարար չէ, պետք են զորավարժություններ, զինվորական անձնակազմին պետք է սովորեցնել զենքի կիրառման նրբությունները։ Մեկ տարի առաջ էլ ձեռք էին բերել չկառավարվող հրթիռներ, որոնք փորձագետները չեն տեսել, նույնիսկ զորավարժությունների մակարդակով, միայն նկարներով։ Կառավարվող հրթիռները տարբեր կայանների միջոցով կարող են խլացվել, կարող են, այսպես ասած, հավելյալ պրոբլեմներ ստեղծել, ինչը չի կարող տեղի ունենալ չկառավարվող հրթիռների դեպքում, բայց ամեն դեպքում իմ կարծիքով այդ երկու ձեռքբերումներն էլ կարևոր են հատկապես մեր տեղական ռազմաարդյունաբերության ոլորտում։ Պինական դեկտեմբերի 30-ին է փորձարկվել Հնդկաստանում, Օդիշա նահանգի Չանդիպուրի զորավարժարանում։ Թռիչքի ընթացքում հրթիռը հասել է առավելագույն 120 կիլոմետր հեռավորությանը։ Նորմալ կատարել է բոլոր նախատեսված մանևրները եւ ճշգրիտ խոցել է նախատեսված թիրախը։ Լեռնային պայմաններում մեր զինված ուժերի այսպես կարողությունների շրջանակներում թե ինչ ձև կդերսևորեն այդ կայանները, նախ ամենակարևոր պարզելու ձևը դա զորավարժությունների անցկացումն է։ Հիմա որպես այդպիսին երկարաժամկետ մարտական մկրտություն նրանք չունեն անցած։ Փորձագետը նշում է, ադրբեջանական կողմը արդեն մի քանի շաբաթ է պաշտոնական մակարդակով հակահնդկական ակցիաներ է իրականացնում։ Մինչ հնդկական զենքերը կհասնեն Հայաստան, հայկական օդային տարածքով անցնում են զինատեսակներ փոխադրող ադրբեջանական օդանավերը։ Ինչ գինենք դրա դիմաց ինչ ենք ստանում։ Հիմա եթե Ադրբեջանը զինտեխնիկա է անցկացնում, արդյոք մենք էլ ենք կարողանում համարժեք մենք մեր զինտեխնիկան անցկացնել։ Եթե այո, ապա գուցե այդ այսպես ասած ճակերտների մեջ գործարքը կարելի է տրամաբանական համարել։ Իսկ եթե ոչ, դուրս է գալի, որ ինչպես նախկինում կայացված բոլոր որոշումները, այս որոշումն էլ այսպես ասած միակողմանի բնույթ է կրում եւ հայկական կողմը դրանից ոչ մի օգուտ չի ստանում։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալով 2024-ից 25-ին Հայաստանը գնել է 600 միլիոն դոլարի հնդկական արտադրության զենք։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։